վերջին տարիներին, վերջին 8 տարում Հայաստանի բազմաթիվ գյուղերում բազմաթիվ փողոցներ ենք սալարկել, նորոգել, այնպիսի փողոցներ, որոնք իրենց կյանքում երբեք այդ գյուղերի պատմության մեջ երբեք սալարկում, այսինքն բարեկարգ փողոց չի եղել, եղել է ուղղակի հողե փողոց, որը սովորաբար փոշու մեջ է, անձրևի ժամանակ ցեխի մեջ, եւ մենք Հայաստանի Հանրապետության գյուղերը ցեխի միջից հանելը շատ կարեւոր քաղաքական, տնտեսական խնդիր ենք համարում, որպեսզի գյուղում ապրելը ինքնին չնշանակի զրկված լինել։ Ես միշտ այդ օրինակն եմ բերում, որ գյուղում կանայք կաբլուկով կոշիկ հագնելու հնարավորությունից չի նշանակում, որ պետքա զրկված լինեն, եւ մենք այո բարեկեցություն ասելով նկատի ունենք նաեւ բնականաբար բարեկեցություն գյուղական վայրերում, եւ նաեւ այս մեր գյուղերի ցեխի մեջ լինելն է նաեւ, որ արտագաղթի գյուղական բնակավայրերից դեպի խոշոր բնակավայրեր արտագաղթի պատճառ է դառնում, եւ մենք այսպիսի պատճառներ կան, որոնց հետ չենք էլ առերեսվում, բայց դրանք լրջագույն պատճառներ են, եւ մենք այո Հայաստանի Հանրապետության գյուղերը ցեխի միջից հանելը մեր կարևորագույն տնտեսական, քաղաքական, սոցիալ, հոգեբանական խնդիրներից է։ Միայն մի խնդրանք ունեմ, հնարավոր չէ տանել միանգամից։ Ես հույս ունեմ բոլորը տեսնում եք, որ այդ process-ները սկսված են, ընթանում են եւ միանշանակ այդ process-ները առաջ կգնան։ Ինչպիսի արագությամբ ես էլի եւ ինչ ծավալով ես էլի անընդհատ կրկնում եմ նույն բանը, այն ծավալով, ինչ ծավալով մենք ամեն անգամ առևտուր անելիս կպահանջենք եւ կստանանք ՀԴՄ կտրոններ։